Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մանատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1578-րդ օրն է։ Ուկրաինական զորքերը շարունակում են իրենց մեթոդական աշխատանքը օկուպանտների ոչնչացման եւ ագրեսոր երկրի ռեսուրսների սպառման ուղղությամբ, եւ այսօր իհարկե եւս կան ուշագրավ նորություններ ռազմաճակատից, սակայն ոչ պակաս հետաքրքիր քաղաքական իրադարձություններ են ծավալվում աշխարհում եւ մասնավորապես տարածաշրջանում, որոնց զարգացմանը մենք նույնպես հետևում ենք իհարկե, առավել եւս որ կարեւորագույն թեմաների մեկը մասնավորապես Ամերիկայի եւ Իրանի միջև կնքված հուշագիրը ուղղակիորեն ազդում է Հայաստանի վրա, հատկապես Ռուսաստանի ստեղծած նոր խնդիրների ֆոնին, թեկուզ ժամանակավոր խաղաղ Իրանի տարանցիկ տարածքը շատ կարևոր է մեր Հայաստանի համար։ Լիբանանի հարավից զորքերը դուրս բերելու Իսրայելի հրաժարումը դարձել է Իսլամաբադի հուշագրի իրագործման գլխավոր խոչընդոտը եւ վտանգի տակ է դնում Թրամփի եւ Իրանի միջև կնքված գործարքը 26 թվականի հունիսի 19-ին Ամերիկա-իրանական հուշագրի եւ Իսրայելի շուրջ ստեղծված իրավիճակը հայտնվել էր տապալման եզրին, սակայն երեկոյան արձանագրվեց քրիտիկական կարեւորության լիցքաթափում, քանի որ Իսրայելը եւ Հեզբոլլահ խմբավորումը համաձայնեցին Լիբանանում հրադադար հաստատել։ Զորքերի դուրսբերման վերաբերյալ Իսրայելի սկզբունքային դիրքորոշումը նախորդ օրվանից մնացել է լիովին անփոփոխ եւ այս հարցում որևէ բեկում չկա։ Հիմնական փոփոխությունները վերաբերում են միայն մարտավարական իրավիճակին, քանի որ Իսրայելը նախորդին ժամը 16-ից համաձայնել է դադարեցնել կրակը եւ ավիահարվածները սառեցնելով հակամարտությունը ներկա դիրքերում, իսկ Իրանը ի պատասխան չի պահանջել հրադադարը կապել իսրայելական զորքերի անհապաղ դուրսբերման հետ։ Երևի թե ճիշտ կլինի ասել դեռ չի պահանջել։ Այսպիսով երկու կողմերն էլ կարծես պարզապես գնացին փոխզիջումների Թրամփ-Փեզեշքյան գործարքը տապալումից փրկելու համար, սակայն Լիբանանում իսրայելական զորքերի հետ կապված ծանրագույն փակուղին մնաց ճիշտ նույն կետում, ինչ նախորդին էր, իսկ այդ հարցը մեռյալ կետից շարժելու իրական փորձերը երևի թե կսկսվեն ոչ շուտ, քան հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կայանալիք բանակցություններում։ Ընդհանուր առմամբ Ամերիկայի եւ Իրանի միջև հուշագրի ստորագրումը Իրանի նկատմամբ Թրամփի կիրառած շրջափակման ճնշման քաղաքականության արդյունքն է եւ հայտնի է, որ Իրանում սպառվում էր պարենամթերքը, ինչի մասին մենք բազմիցս անդրադարձել ենք մեր եթերներում։ Իրանը կանգնած էր սովամահ լինելու եզրին, այժմ Իրանը հասկանում է, թե ինչ տեղի կունենա կրկին, եթե 60 օր հետո չգնա զիջումների։ Թեհրանի համար այս համաձայնագիրը դարձավ պարտադրված միջոց Ամերիկայի ճնշող գործողության հետևանքով առաջացած մասշտաբային տնտեսական ճգնաժամի եւ պարենային դեֆիցիտի ֆոնին։ Չնայած դրան, Թեհրանը արևելյան ոճով փորձում է իր պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ, սակայն դա աշխարհում քչերին է հետաքրքրում, քանի որ յուրաքանչյուրը հակված է լուծել իր խնդիրները եւ միայն իրանցի ժողովուրդն է դեռ շարունակում գտնվել իրենց իշխանություն ձևացնող ահաբեկիչների ճնշման տակ։ Թրամփը, ում վարկանիշը երկրի ներսում եւ հեղինակությունը աշխարհում առաջին հերթին եվրոպական գործընկերների շրջանում անկում է ապրել, այս ուշագրի օգնությամբ հանում է համաշխարհային նավթային լարվածությունը, հուսալով, որ ընտրություններից առաջ գները կնվազեն նաեւ Ամերիկայի ներսում, ինչպես նաեւ Թրամփը մեծ յոթնյակի շրջանակներում զիջումների գնալով Ուկրաինայի հարցում հույս ունի ստանալ ֆրանսիական եւ բրիտանական նավատորմի օգնությունը Հորմուզի նեղուցում, փաստացիորեն Թրամփի համար ստեղծվել է, եթե կարելի ասել, հպարտ, բայց ամոթի իրավիճակ, որի պատճառը Եվրոպայի եւ Ուկրաինայի նկատմամբ ի սկզբանե սխալ քաղաքականություններ, չնայած չեմ կարծում, որ եթե իրավիճակը այլ լիներ, Թրամփը կփոխեր իր վարքը։ Այժմ չնայած բրավադային Թրամփը ունի պարտված տեսք, բայց Թրամփի այս տեսքը ամենևին չի նշանակում Իրանի հաղթական տեսք, քանի որ իրանական ահաբեկչական ռեժիմը հասկացավ, որ Ամերիկան կարող է ոչնչացնել Իրանը նույնիսկ առանց ռազմական գործողությունների, պարզապես ծովային շրջափակման միջոցով։ Այնպես որ այժմ Իրանը ցանկացած դեպքում պարտվող է, բայց Թրամփն էլ իր հին ու նոր սխալների պատճառով ուրախանալու առանձնակի առիթ չունի եւ մենք կհետևենք իրավիճակին, որն անպայման զարգացում կունենա։ Սա մերձավոր արևելքն է, հնարավոր չէ որ ինչ որ բան չպատահի։ Ռազմական դիմակայությունը թանկ նստեց բոլորի վրա, թեև Իրանը ստիպված գնաց զիջումների, Միացյալ Նահանգները նույնպես հայտնվեցին ոչ անամպ իրավիճակում ռազմավարական պահուստների դատարկման պատճառով։ Սա Թրամփի սխալ տակտիկայի պատճառով տեղի ունեցավ։ Եթե իրեն այլ կերպ պահեր գործողության սկզբում, իրավիճակը հիմա վաղուց հանգուցալուծված կլիներ, բայց ինչևէ ունենք այն ինչ որ ունենք, սա Թրամփն է։ Մեծ յոթնյակի վերջին գագաթնաժողովի արդյունքներով Ամերիկայի դիրքորոշումը
Ուկրաինայի նկատմամբ կրել է անսպասելի փոփոխություններ եւ Թրամփի վարչակազմը հայտարարել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները խստացնելու պատրաստակամության մասին, մինչդեռ եվրոպական առաջնորդները, մասնավորապես Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, համաձայնեցնում են Հորմուզի նեղուցում ականազերծման եւ անվտանգության ապահովման առաքելությունները, ինչը նրանց մասնակցությունը Պարսից ծոցի գործերին դարձնում է պատասխան քայլ։ Հետաքրքիր է Թեհրանը ինչպես կվերաբերվի այս քայլերին, չնայած նրան, որ Իրանը ստացել է խիստ անհրաժեշտ թուլացումներ եւ նավահանգիստների շրջափակման վերացում, երկիրը բախվել է ծանրագույն տնտեսական ճգնաժամի եւ Ամերիկայի ռազմածովային իրական հզորության գիտակցմանը։ Իրանական ռեժիմը կրել է հսկայական կորուստներ, ինչի պատճառով Իրանի ղեկավարությունը այս գործարքը ընկալում է որպես պարտադրված փոխզիջում։ Արձագանքը Ամերիկայի ներսում նույնպես միանշանակ չէ։ Նախագահի վարկանիշները մնում են ցածր, իսկ քաղաքականության սկզբնական սխալները հանգեցրել են նրան, որ վարչակազմը հավասարակշռում է դիվանագիտական հաղթանակի եւ գործարքը ինչպես ընտրողների, այնպես էլ միջազգային դաշնակիցների առջեւ արդարացնելու անհրաժեշտության միջև։ Թրամփը հերոսաբար նոր խնդիրներ է ստեղծում եւ ոչ պակաս հերոսաբար փորձում է այդ խնդիրները լուծել։ Ուկրաինայի գլխավոր շտաբը հիշեցնում է, որ արդեն 2 տարի շարունակվում է Չասով Յար քաղաքի պաշտպանությունը, որը չնայած ռուս օկուպանտները վաղուց հայտարարել են գրավված, դեռևս քաղաքը հանդիսանում է ուկրաինական տոկունության վկայությունը, ու թեև քաղաքից քիչ բան է մնացել, թագավոր Դանիլի բրիգադի ուկրաինացի մարտիկները շարունակում են կանգնեցնել թշնամուն ու մեծացնել ագրեսորի կորուստները։ Ուկրաինայի բանակը շարունակում է հարվածներ հասցնել օկուպացված Ղրիմի երկաթուղային կամուրջներին, որոնք ռուսները փորձել էին վերականգնել, հարված է հասցվել նաև Մարիուպոլի վառելիքի պահեստին, Սևերոդոնեցկի տեխնիկային եւ մի քանի մարզերում դրոնների կառավարման կետերին, խաթարելով թշնամու լոգիստիկան, ինչպես նաև հաստատվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի շարքից դուրս գալը 26 թվականի հունիսի 18-ին նրա նավթի վերամշակման կայանքներին հասցված հարվածից հետո։ Միևնույն ժամանակ մոսկվացիները սկսում են գիտակցել եւ ընդունել, որ Մոսկվային հասցված հարվածով Զելենսկին ապացուցեց, որ մայիսի 9-ին իրոք թույլատրել էր շքերթը Կարմիր հրապարակում, մեծահոգաբար առաջ գնալով Թրամփի խնդրանքին, Մոսկվայի վրա դրոնների հարձակումների շարքը հանգեցրել է բոլոր 4 օդանավակայանների աշխատանքի զանգվածային խափանումների, իսկ երկնքի ժամանակավոր փակումը եւ հատուկ ռեժիմների ներդրումը տապալել են հարյուրավոր չվերթների մեկնումը հազարավոր ուղևորներին, թողնելով սպասասրահներում, Շերեմետևո օդանավակայանում դրոնի անկման եւ նոր հարվածների սպառնալիքի պատճառով իրականացրել են ուղևորների էվակուացիա դեպի ստորգետնյա ապաստարաններ, մի խոսքով խառն են Մոսկվայում, իսկ ես այսօր կներկայացնեմ եւս մի քանի նրբություններ կապված Մոսկվայի վրա բարի դրոնների հարձակման հետ։ Սադավոդ շուկան, որը խիստ տուժել է դրոնների հարձակման ընթացքում, պատկանում է ադրբեջանցի գործարար օլիգարխներ Գոտ Նիսանովին եւ Զարա Խիլիևին, ովքեր ծնունդով Ադրբեջանի Կրասնայա Սլաբադա ավանից են։ Նրանք հանդիսանում են Կիևսկայա Պլոշչեց ընկերության խմբի համասեփականատերերը, որը տիրապետում է ոչ միայն Սադավոդին, այլ խոշոր օբյեկտների, ինչ էլ անուն են, չէ՞, դրել Կիևսկայա Պլոշչեց, թե ասա ձեր Մոսկվայում ուրիշ անուն չկա։ Գոտ Նիսանովը եւ Զարա Խիլիևը համարվում են ռուսական բիզնես եւ քաղաքական շրջանակներում Բաքվի շահերի գլխավոր լոբիստներից։ Ղարաբաղյան հակամարտությունների ակտիվ փուլերի ժամանակ այս դերը դրսևորվում էր ֆինանսական եւ հումանիտար աջակցության տեսքով, երբ գործարարները հենվելով Սփյուռքի ռեսուրսների վրա միջոցներ էին ուղղում Ադրբեջանի կարիքներին, ինչպես նաև Բաքվի ներդրումային ծրագրերին։ Հետաքննությունների աղբյուրները բազմիցս մատնանշել են Նիսանովի ընդարձակ կապերը Մոսկվայի բարձրաստիճան ուժայինների եւ պաշտոնյաների հետ, երևի կհիշեք այն բաղնիքի նկարները։ Համարվում է, որ նմանատիպ ոչ ֆորմալ կոնտակտները օգտագործվել են ռուսական էլիտային շրջանում Բաքվին ձեռնտու տեղեկատվական եւ աշխարհաքաղաքական օրակարգը առաջ տանելու համար, հաշվի առնելով բազմամյա աջակցությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակայնորեն նշել է Գոտ Նիսանովի վաստակը, պարգևատրելով նրան հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանով երկրների միջև կապի ամրապնդման գործում ներդրման համար։ Միևնույն ժամանակ Սադավոդի տերերի բիզնես գործունեությունը միշտ մնացել է խիստ պրագմատիկ, ուղղված ռուսական անշարժ գույքի, այսպես կոչված գլխավոր արքաների դիրքերի պահպանմանը եւ Ադրբեջանից ու Ասիայի երկրներից ապրանքների անխափան հոսքերի ապահովմանը դեպի Ռուսաստան։ Նշեմ, որ ՀրԴՀ ընդգրկել էր Սադավոդ շուկայի առևտրային տաղավարներն ու պահեստները, դրոնի բեկորի անկման եւ դետոնի
դետոնացիայի պատճառով եւ հիմնականում այրվել են հագուստի եւ կոշիկի սեկտորները, ինչը առաջացրել է սև ծխի հսկայական ամպեր, որոնք պատել էին Մոսկվայի հարավ-արևելքը, իսկ քաղաքային իշխանությունները պնդում են, որ վնասվել է նաեւ առևտրային համալիրի շենքերից մեկը։ Դե մարդիկ, ովքեր որ կապ ունեն թափված հայի արյունի հետ, վաղ թե ուշ իրենցը ստանում են, հա։ Իդեպ հիշեցնեմ, որ Կիևում Ադրբեջանի դեսպանատունը նույնպես բազմիցս հայտնվել է ռուսական հարվածների տակ եւ վնասվել էր նաեւ Ուկրաինայի տարածաշրջաններից մեկում գտնվող հյուպատոսություններից մեկը, ամենաշատ հրթիռակոծված դեսպանատունը այս պահին Ադրբեջանի դեսպանատունն է։ Միևնույն ժամանակ Պուտինյան ռազմական մեքենան ակտիվորեն փնտրում են նոր թնդանոթի միս Ուկրաինայում իր հարձակումների համար։ Ուկրաինայի դեմ պատերազմում աճող կորուստների ֆոնին Ռուսաստանի Դաշնությունում կարծես թե մեկնարկել է թաքնված զորահավաքի նոր փուլ, մասնավորապես բազմաթիվ տեսանյութեր են տարածվում Պենզայից եւ Պենզայի մարզից, որտեղ շարունակվում են ոստիկանության եւ զինկոմիսարիատների աշխատակիցների զանգվածային որսերը տղամարդկանց նկատմամբ։ Կանայք փորձում են փրկել իրենց ամուսիններին եւ որդիներին, բայց ոչ միշտ է դա հաջողվում, քանի որ Ռուսաստանում փաստացի սկսվել է նոր մոբիլիզացիան, ցանկանում եմ հիշեցնել Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցներին եւ ոչ միայն նրանց, որ բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում կռվել Պուտինի համար, օգտվեն «Ուզում եմ ապրել» խաչուժից պրոյեկտի հնարավորություններից։ Ձեր էկրաններին տեսնում եք լոգոտիպը, իսկ հղումը ես կթողնեմ այս թողարկման նկարագրության մեջ։ Այս պրոյեկտից օգտվելով կա գերի հանձնվելու ամբողջական հնարավոր նկարագրությունը։ Ինձ թվում է ավելի լավ կլինի ժամանակից շուտ մարդիկ սկսեն համագործակցությունը եւ չսպասեն, թե երբ են իրենց տանում մարտի դաշտ։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկ շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոին զորքերը սահմանից հեռացնելու համար։ Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով տեղակայված է տեխնիկա, որը կոորդինացնում է կրակը ուկրաինական բնակչության ուղղությամբ։ Ուստի ես մեկ շաբաթ ժամանակ եմ տալիս այն դուրս բերելու համար, այլապես դա կանենք մենք, նշել է Զելենսկին։ Հիշեցնեմ, որ Ուկրաինան արդեն առաջին անգամ չէ, որ Բելորուսի տարածքում ոչնչացնում է ռուսական տեխնիկան, այնպես որ Լուկաշենկոն լավ կլինի ներողություններից բացի ռուսական տեխնիկան սահմանից հետ քաշի։ Ինչ մեր եթերը շարունակելը խնդրում եմ մի քանի վայրկյանով դադար տալ եւ լայքել մեր հաղորդումը, ինչպես նաեւ հնարավորության դեպքում տարածել այն սոցիալական ցանցերում։ Դուք ինձ շատ եք օգնում, ինչի համար ես ձեզ շատ շնորհակալ եմ։ Ձեր աջակցությունը լայքերի եւ տարածումների տեսքով շատ զգալի է։ Շնորհակալ եմ։ Ուկրաինայի բանակի անօդաչու համակարգերի ուժերը եւ հրամանատար Ռոբերտ Մադյար-Բրովդին հրապարակել են կադրեր, թե ինչպես են դրոններով ջախջախիչ հարվածներ հասցրել օկուպացված Ղրիմի Գլեբովյան գազի ստորգետնյա պահեստարանին եւ Վնուկովոյի հետազոտական կենտրոնին, որոնք ապահովում են թերակազու ամբողջ գազատրանսպորտային համակարգի ճնշումն ու սպառումը։ Բացի այդ, Ղրիմում ուկրաինական դրոնները ոչնչացրել են թշնամու Ռիպեյնիկ ռադիոլոկացիոն կայանը եւ ջախջախել ջերմաքարշ Ռազդոլնեյում։ Հարվածների այս հզոր ալիքը տարածվել է նաև այլ օկուպացված տարածքներում, որտեղ անօդաչու համակարգերի ուժերը Զապորոժիեի մարզում խոցել են ռուսական P-18-3 հզոր ռադիոլոկացիոն կայանը, իսկ Դոնեցկի մարզում Ռուսաստանի բանակի 29-րդ մոտորաձգային գնդի հրամանատարական կետը, Լուգանսկի, Դոնեցկի եւ Զապորոժիեի մարզերում Ուկրաինայի բանակի հաջողված գործողությունների արդյունքում դրոններով ոչնչացվել են օկուպանտների զրահատեխնիկան, վառելիքատարերն ու լոգիստիկ տրանսպորտը, ամբողջությամբ խաթարելով թշնամու մատակարարումը ռազմաճակատի մի քանի ուղղություններով։ Իդեպ, քանի որ խոսեցինք Թրամփ-Թեհրան Սանտա Բարբարայի մասին, հենց այսպես եմ ես անվանում այդ բանակցությունները, հարկ է նշել, որ փորձագետների կարծիքով Հորմուզի նեղուցի բացումը կմեկնարկի նավթի բնականon արդյունահանման վերականգնման գործընթացը, սակայն անմիջապես չի լուծի համաշխարհային պաշարների խնդիրը։ Առջևում նեղուցի ականազերծումն է, դատարկ տանկերների հոսքի վերականգնումը եւ նավթի արդյունահանման վերագործարկումը, նախքան այն կրկին հաստատված ռեժիմով կսկսի հասնել իր նշանակետերին, եւ նավթային արդյունաբերության ներկայացուցիչների կարծիքով այս գործընթացը կարող է ամիսներ տևել, մինչ նավթի հոսքը վերադառնա այսպես կոչված նորմալ մակարդակի, իսկ այն նրբությունները, ինչպիսիք են բանակցությունների հետաձգումը, ինչպես տեղի ունեցավ երեկվա դեպքում, միայն իրավիճակային լարվածություն կավելացնեն, իսկ Թեհրանը հասկանում է, որ Թրամփին ընտրություններից առաջ դադար է պետք այս կոնֆլիկտում, ուստի իրանական ռեժիմը փորձելու է ամբողջ ուժով օգտագործել այդ հանգամանքը Իսրայելի եւ Ամերիկայի միջև սեպ խրելու համար։ Ինքը Թրամփը ստիպված կլինի դեռ բազմիցս անցնել
քաղաքական ճոճանակների միջով իր իսկ սխալների պատճառով, եւ հենց այդ պատճառով եմ ես սա անվանում Սանտա Բարբարա, քանի որ ցավոք մեզ սպասում են երկար սերիալ իր բոլոր կրքերով։ Չեմ կարծում, որ Իրանի ահաբեկչական ռեժիմը թույլ տա, որպեսզի հենց հանգիստ եվրոպական երկրները գան եւ սկսեն հականազերծում իրականացնել, բայց քանի դեռ բլոկադան Իրանի վրայից հանվել է Ամերիկայի կողմից, Հայաստանը կարող է փորձել արագ օգտագործել դեպի Պարսից ծոց լոգիստիկ իր ապրանքները արտահանելու համար եւս, ցանկացած իրավիճակից պետք է օգտվել։ Ուկրաինան եւ ՆԱՏՕ-ն հետաքրքիր նախաձեռնություն են սկսել, նորարարական մրցույթի մեկնարկի մասին են ասում, որի նպատակն է գտնել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան մշտապես բլոկադայի ենթարկել եւ տևական ժամանակով սահմանափակել Ռուսաստանի ռազմական ավիացիայի եւ աերոդրոմային ենթակառուցվածքների օգտագործումը։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը եւ ՆԱՏՕ-ի հրամանատարությունը հրավիրում են ուկրաինական ռազմատեխնիկական ընկերություններին ու ստարտափներին մինչեւ հուլիսի 20-ը ներկայացնել լուծումներ թշնամու ինքնաթիռների, թռիչքուղիների, վառելիքի ու զինամթերքի պահեստների ոչնչացման համար, իսկ լավագույն նախագծերի մրցանակային ֆոնդը կազմում է մինչև 250,000 եվրո։ Մոտեցանք ռազմաճակատի թվերին։ Անցած 2 օրվա ընթացքում Ուկրաինայի գլխավոր շտաբի տեսալուսանկարը հանված տվյալների համաձայն ռազմաճակատում տեղի է ունեցել ավելի քան 482 մարտական բախում, որոնց ընթացքում օկուպացիոն զորքերը կորցրել են ևս 2610 զինվոր եւ ավելի քան 5319 միավոր տեխնիկա, անօդաչու թռչող սարք, տրանսպորտ ու սպառազինություն։ Ռելիզները ձեր էկրաններին են, աջ կողմում ամենաակտուալն է։ Պատերազմի սկզբից մինչ օրս թշնամու ընդհանուր կորուստները կազմել են արդեն 1,390,660 օկուպանտ, այս տեմպերով որ գնաց շուտով 1,5 միլիոն կլրանա։ Ուկրաինական հեռահար դրոնների զանգվածային գրոհը Ռուսաստանի 11 տարածաշրջանների վրա անցած գիշեր հանգեցրել է ծանրագույն հետևանքների թշնամու էներգետիկ հատվածի համար։ Մոսկվայի վրա կատարված հարձակման գլխավոր արդյունքը դարձավ Կապոտնիայում մոսկովյան նավթավերամշակման գործարանի աշխատանքի ամբողջական դադարեցումը։ Բարի դրոնները շարքից դուրս են բերել նավթի առաջնային վերամշակման հանգուցային կայանքները, ամբողջությամբ արգելափակելով վառելիքի արտադրությունը մի օբյեկտում, որն ապահովում էր մայրաքաղաքային տարածաշրջանի ավելի քան 1/3-ը, միևնույն ժամանակ օկուպացված Ղրիմում դրոնների թիրախային հարվածի հետևանքով հերդեհ է բռնկվել ռազմավարական Տավրիկյան ջեկում, ինչը հանգեցրել է Սիմֆերոպոլում եւ հարակից շրջաններում զանգվածային հոսանքազրկումների։ Դրան զուգահեռ Ուկրաինայի զինուժը ռեակտիվ հրետանային խիտ հարվածներ է հասցրել Բելգրադի մարզի ռազմական օբյեկտներին, ինչը դարձավ համաչափ պատասխան ռուսական կառավարվող ավիաբոմբերով Խարկովի ահաբեկմանը։ Անցած գիշերն ու այսօրվա ցերեկը ցույց տվեցին, որ Խարկովին անպատիժ հարվածներ հասցնելու Մոսկվայի մարտավարությունը վերջնականապես անցյալում է։ Ի պատասխան օկուպանտների կողմից Խարկովի բնակելի թաղամասերի դեմ կառավարվող ավիառումբերի կապերի զանգվածային կիրառման ուկրաինական ուժերը հզոր համակարգային հարված են հասցրել Բելգրադի մարզին։ Թշնամու տեղական օպերատիվ շտաբի հաղորդմամբ Բելգրադն ու հարակից շրջանը մեկ օրվա ընթացքում 2 անգամ ենթարկվել են հրթիռային զանգվածային գրոհների եւ ուկրաինական համակարգերի խիտ կրակին։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը կիրառել են ռեակտիվ հրետանի թշնամու հայտնաբերած դիրքերը զինամթերքի պահեստներն ու լոգիստիկ հանգույցները ոչնչացնելու համար, որոնցով ապահովվում էր Խարկովի ուղղության հրետակոծումը։ Ուկրաինական հրամանատարությունը հստակ հասկացնում է Խարկովի ուղղությամբ յուրաքանչյուր կաբի կամ հրթիռի արձակում ակնթարթորեն վերածվելու է համաչափ պատասխան հարվածի Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին, իսկ ուկրաինական ուժերի կողմից ռուսական նավթավերամշակման համակարգված ոչնչացումը հանգեցրել է նրան, որ Ռուսաստանում վառելիքային ճգնաժամի աշխարհագրությունը պաշտոնապես ընդլայնվել է մինչև կրիտիկական մասշտաբների։ Այս պահին բենզինի եւ դիզվառելիքի դեֆիցիտը հասել է արդեն հեռավոր արևելք, ներառյալ Խաբարովսկի երկրամաս, որտեղ լիցքավորման կայաններում խիստ սահմանափակումներ են մտցվում, իսկ վառելիքի գները գրանցել են պատմական ռեկորդներ։ Վերջին շաբաթների ամենակարևոր լուրը, հատկապես որը որ Հայաստանին էլ կարող է վերաբերվել, վերջին օրերը Ուկրաինային կոլոսալ հաղթանակներ բերեցին դիվանագիտական ճակատում, վերջնականապես ամրագրելով մեր կարգավիճակը որպես արևմուտքի ռազմավարական գործընկեր։ Շաբաթվա գլխավոր իրադարձությունը ինձ համար առնվազն դարձավ Բրյուսելում Ուկրաինայի եւ Գերմանիայի պաշտպանության նախարարությունների միջև պատմական համաձայնագրի ստորագրումը բալիստիկ հրթիռներից պաշտպանության համակարգերի համատեղ մշակման եւ ստեղծման վերաբերյալ Ֆրեյա համաեվրոպական պաշտպանական վահանի շրջանակներում ուկրաինական եւ գերմանական ընկերությունները միավորում են եզակի մարտական փորձն ու առաջատար տեխնոլոգիաները, նորագույն
հակահրթիռներ ստեղծելու համար։ Երկնքի պաշտպանությանը ուղղված այս աշխատանքի արդյունքները մենք կտեսնենք արդեն ձմեռվա սկզբին, համենայն դեպս սա մեզ խոստանում են Ֆրեյայի ստեղծողները, հուսանք, որ հենց այդպես էլ կլինի։ Գերմանիան պայմանագիր է կնքել Ուկրաինայի զինված ուժերի համար հազարավոր տերմիտ ցամաքային ռոբոտացված համալիրների արտադրության ամբողջական ֆինանսավորման մասին։ Դրանց զուգահեռ Փարիզում ընթացող Eurosethr-ի ռազմական ցուցահանդեսում Ուկրաինան եւ Ֆրանսիան գործարկել են Brave France համատեղ դրամաշնորհային ծրագիրը 20 միլիոն եվրո բյուջեով։ Այս պայմանագիրը ուղղված է ռազմաճակատի համար հրթիռային տեխնոլոգիաների, անօդաչու համակարգերի եւ օդային սպառնալիքների դեմ պայքարի միջոցների անմիջապես համատեղ արտադրությանը։ Երևի թե զգում եք, որ համաեվրոպական հակաբալիստիկ ծրագիրը, ինչի մասին վերջերս շատ եմ եթերներում պատմում, հստակ կոնտուրներ է ձեռք բերում։ Ուկրաինական հրթիռներին ավելանում են եվրոպական տեխնոլոգիաները։ Ես շատ եմ այս թեմային անդրադառնում, քանի որ Ֆրեյան նաև Հայաստանի համար փրկություն կարող է դառնալ համապատասխան քաղաքական կամք դրսևորելու դեպքում Երևանի կողմից։ Ֆրեյայի բոլոր բաղադրիչները արդեն ստեղծված են եւ այս շաբաթ պաշտոնապես պայմանագրերով ամրագրվել են։ Ուկրաինական FPX հրթիռն է դառնում Ֆրեյայի հիմքը։ Այն լիովին պատրաստ է աերոդինամիկ տեսանկյունից։ Փորձարկումների ժամանակ FP7X հրթիռը բարձրացել է 25 կիլոմետր, ինչպես ամերիկյան Patriot-ը, եւ զարգացրել մինչև 2000 մետր/վայրկյան արագություն։ Կոմպոզիտային նյութերի շնորհիվ ուկրաինական հրթիռի արժեքը ընդամենը $700,000 է, մինչդեռ ամերիկյանը արժե մոտ $4 միլիոն։ Որպեսզի Ֆրեյան կարողանա արագ գործի դրվել եւ սկսի ոչնչացնել թշնամու բալիստիկան, այն պետք է միավորվեր եվրոպական էլեկտրոնիկայի հետ։ Գերմանացիները այս շաբաթ ստանձնել են երկու գլխավոր բաղադրիչների մատակարարումը։ Գերմանական DHL Defense ընկերությունը տրամադրում է ջերմային ինքնանշանառման գլխիկ, որով հրթիռը թռիչքի վերջին վայրկյաններին կողմնորոշվում է եւ հարվածում է թիրախին։ Գերմանական Hensoldt ընկերությունը պաշտոնապես ստորագրել է պայմանագիր իր գերժամանակակից TRML-4D ռադարները համակարգին տրամադրելու համար։ Կառավարման համակարգը կիրականացվի Նորվեգիայի եւ ՆԱՏՕ-ի հետ, ինտեգրումը նորվեգական Kongsberg հրամանատարական կետերի եւ ՆԱՏՕ-ի Link 16 կապուղու հետ արդեն հաստատված է։ Արդյունքում ուկրաինական կողմը ապահովում է հրթիռն ու արագությունը, իսկ գերմանացիները ուղեղն ու աչքերը։ Մշակողները խոստանում են, որ այս համակարգով ռուսական բալիստիկ հրթիռների առաջին իրական որսը տեղի կունենա արդեն մինչև 26 թվականի վերջը, ինչպես ասացի։ Ռամշտայն ձևաչափի 35-րդ հանդիպմանը գործընկերները ստորագրեցին նոր ֆինանսական պարտավորություններ ռեկորդային $4 միլիարդ չափով։ Այս գումարները ներառյալ ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները կուղղվեն ուկրաինական արտադրության 100,000-ավոր դրոնների, նորագույն ռադարների եւ Patriot համակարգերի հրթիռների գնմանը։ Բացի այդ, Եվրոհանձնաժողովը պաշտոնապես հաստատել է Ուկրաինայի ինտեգրումը Եվրոմիության կիբերանվտանգության արտակարգ մեխանիզմին խոշոր հարձակումներին դիմակայելու համար։ Այս շաբաթվա առանձնահատուկ դիվանագիտական հաղթանակը դարձավ ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայել Ֆյոդորովի ուղղակի պայմանավորվածությունները, ովքեր կոլոսալ աշխատանք են կատարել Ռամշտայնի շրջանակներում եւ Նիդերլանդներ կատարած այցի ընթացքում ստորագրվել է կես միլիարդ եվրոյի հատկացման համաձայնագիր։ Այս գումարի կեսը կուղղվի բալիստիկ սպառնալիքների դեմ հակահրթիռների հրատապ գնմանը, իսկ մյուս 250 միլիոն եվրոն ուկրաինական անօդաչու համակարգերի հզորացմանը։ Ավելին, Մեծ Բրիտանիայի եւ Նորվեգիայի հետ քրիտիկական բանակցությունների արդյունքներում արձանագրվել են գործընկերների նոր իրավական պարտավորությունները։ Ռուսական սառեցված ակտիվների հաշվին կմեկնարկի ուկրաինական հեռահար դրոնների արտադրության խոշոր ֆինանսավորումը, ինչպես նաեւ մեծ հեռահարության զինամթերքի մատակարարումը եւ F-16 կործանիչների ամբողջական սպասարկումը։ Ինչպես տեսնում եք, Ռուսաստանը այլևս սուբյեկտ չէ, Ռուսաստանի գումարները արևմուտքը ծախսում է հենց Ռուսաստանի դեմ պայքարելու համար։ Սա կարևոր է, որպեսզի հայաստանյան լրագրողները ավելի խորը ըմբռնեն, որովհետև տեսնում ենք, որ նույնիսկ հանրային հեռուստատեսությամբ ավելի շատ ուշադրություն են դարձնում Ռուսաստանի ասացներին եւ պատերազմի 5-րդ տարում Ռուսաստանի պատերազմի մասին տեղեկատվությանը։ Ինձ թվում է, սա այն չէ, ինչ պետք է հայ հանրությանը եւ հատկապես հանրային հեռուստատեսությունը պետք է ավելի ուշադիր լինի հայ հանրության նախասիրությունների հանդեպ։ Երբ առիթ է լինում, իհարկե
իհարկե գովում եմ հանրայինի լրատվականի աշխատանքը, բայց երբ որ տեսնում եմ, որ կան չափից ավելի շատ ռուսական լուրերի հաղորդում, չէի կարող դրան չանդրադառնալ։ Օրինակ, ըստ իս Մոսկվային ուկրաինական հարվածի մասին հանրայինը շատ կարճ հաղորդագրություն ներկայացրեց, այն էլ ռուսների ռելիզը ցիտելով, թե իբր որքան ուկրաինական դրոն են խոցել, բայց օրինակ մանրամասները, թե ինչպես է իրականացվել հարվածը Մոսկվայի նավթավերամշակման գործարանին եւ այլ թիրախներին, ցավոք մենք դա չտեսանք, դրա փոխարեն տեսանք լուսաբանում ռուսական հերթական IPSO-ի, իբր թե Բրյանսկի մարզում բելարուս սպորտսմենների ավտոբուսին Ուկրաինայի հարվածի մասին, որը վաղուց հերքվել է։ Փաստորեն ռուսական ֆեյքին ավելի շատ ուշադրություն դարձվեց, քան իրական Մոսկվայի հարվածին։ Ես շատ եմ ցավում նման կոնցեպտով լուրերի ներկայացման համար հայկական լրատվականներից, հուսանք նաև մեր կողմից ընկերական, ես կասեի բարեկամական, հաշվի առնելով երկար տարիների մեր համագործակցությունը, բարեկամական քննադատությունը ի գիտություն կընդունվի եւ աշխարհին ավելի ռեալ աչքերով կնայեն եւ հայ հանրությանը կներկայացնեն ավելի ռեալ տեղեկատվություն, քան թե ռուսական ցնորքը եւ այդ ինչ որ չինովնիկների հայտարարությունները, հա։ Հիմա ավելի հաճելի տեղեկատվություն հայ գործարարների հաղորդմամբ, Ուկրաինայի հայ համայնքի հայ գործարարների հաղորդմամբ, Հայաստանից վարդերի երկրորդ խմբականակը արդեն մուտք է գործել Ուկրաինա, դա եղել է 3, իսկ Հայաստանի իշխանությունները 5-շաբթի օրը Երևանից հայտնեցին, որ Ուկրաինային ուղարկել նաև Ծիրանի խմբականակը։ Այսպիսով Ուկրաինան դարձավ առաջինը, որ այս երկու ապրանքային դիրքերով նոր կապեր է հաստատում եւ ներմուծում իրականացնում Հայաստանից։ Իմ տվյալներով արդեն վաղը Հայաստանում կսկսեն հավաքել վարդերի նոր խմբականակը 3-րդ բեռնատարի համար, որը պետք է նույնպես գա Ուկրաինա, այնպես որ Աստծո օգնությամբ ամեն ինչ առաջ է շարժվում։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն հայ գործարարներին, ովքեր արձագանքեցին եւ ցանկություն հայտնեցին օգնել մեր հայրենիքին։ Արդեն առիթ ունեցել եմ ասել, որ սա պարզապես բիզնես չէ, այլ նաև քաղաքականություն եւ նույնիսկ աշխարհաքաղաքականություն, հայերը ուժեղ ազգ են։ Մենք կարող ենք ցույց տալ Պուտինին, որ նա չի կարող հաղթել մեզ։ Իդեպ ես գիտեմ, որ քննարկվում է նաև Ուկրաինայից Հայաստան արևածաղկի ձեթի մատակարարման հարցը, սակայն բիզնեսը դեռևս շուկայի ուսումնասիրության փուլում է։ Շատ չերկարացնեմ շաբաթ օրվա եթերը։ Այսքանով ավարտեմ, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը, եւ մինչ նոր հանդիպում այս ալիքում ամենայն հավանականությամբ 2 շաբթի, բարով մնաք եւ ամենագլխավորը անփորձանք։